Այս մտածողությամբ հասկանում եք, մենք մեր եկեղեցիներին էլ ենք տենց վերաբերվում։ Ես այս վերջերս կրթության նախարարին մի քանի եկեղեցի տաճարներ, բառից բուն իմաստով տաճար, մոմ վառելու, այցելելուց հետո կրթության նախարարին հարց եմ տալիս, ասում եմ, պատմամշակութային հուշարձանա, չէ՞, որը այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՕԱԿ-ը կառավարում։ Մենք խնդիր դնում ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մենք էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մենք էլ մտնում ես նայում ես այդտեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեկ էլ վայ համալիրում բան ա եղել։ Այն հիմա տարածված է, ամեն բանի տակ խաչեր են դնում, այն տոնածառի բաներից։ Ընդ որում ոչ մեկ չի հետևում, ես շատ ուշադիր հետևում եմ։ Մի ամսից այդ լուսերի կեսը խփում է։ Ոչ մեկ էլ չի մտածում, որ դա պետք է փոխել։ Կարևորն այն է, որ առաջին օրվա բացումնարին նկարեցին Facebook-ում գցեցին։ Արդեն երեկոյան ժամերին խաչ չի, սենց կես-կիս հատ բան, ոչ մեկ չի մտածում, որ այդ պետք է փոխել։